Պարոն վարչապետ, կցանկանայի նախմեկնաբանեիք Եվրամիության հետ ռազմավարական նոր փաստաթղթի շրջանակներում այն շեշտադրումը, որը վերաբերում էր ներդրումներին եւ այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին օրինակ խաղաղության խաչմերուկներ։ Այ խոսքը ինչ ներդրումների մասին է, ինչպիսի ներդրումների մասին է, ինչ բնույթի եւ նաեւ դրա քաղաքական կողմը, այսինքն թերևս սա առաջին անգամ չէ, որ միջպետական միջազգային փաստաթղթերում խաղաղության խաչմերուկը նախագիծը արձանագրվում է։ Այդ դա ինչ նշանակություն ունի եւ եթե կարելի է երկրորդ հարցը վերաբերում էր ՇՀԿ անդամակցությանը, այդ ուղղությամբ ինչ որ քայլեր տարվում են եւ Չինաստանի հետ հարաբերությունները կրկին խաղաղության խաչմերուկի շրջանակում ինչ կարեւորություն ունեն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իհարկե շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության օրակարգը եւ սա կարևոր փոփոխություն է եւ կարևոր զարգացում է մեր հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ խաղաղության խաչմերուկ նախագծից բխող Թրիպրուտ նախագծի հայտարարումից հետո ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ էականորեն մեծացել է եւ մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն, բայց նաեւ տեղյակ եք, որ մեր համագործակցությունը միայն տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների թեմային չի վերաբերվում, այլ շատ ավելի լայն համատեքստ ունի։ Գիտեք, որ դեռևս տարիներ առաջ Եվրոպական միությունը բարձրաձայնեց Հայաստանին 2.6 միլիարդ եվրոյի աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ աջակցությունը վերջերս մենք որոշակի ամփոփումներ ունեցանք, արդեն եթե հիշողությունս չի դավաճանում 500 միլիոն եվրոյից ավել ներդրումներ արվել են Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածին վարկավորման ճանապարհով եւ այդպես շարունակ եւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են եւ իհարկե խաղաղության խաչմերուկում, այդ թվում Թրիպրուտ նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը։ Ուզում եմ ասել նաեւ մինչ այլոց, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Թրիպրուտ նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք եւ ես կարող եմ ասել, որ իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք ընթանում եւ մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք Թրիպրուտ նախագծի իրացումը, սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Ինչ վերաբերում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գիտեք, որ մենք հետաքրքրություն ունենք դառնալ կազմակերպության անդամ եւ նաեւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք եւ կարծում եմ, որ Չինաստանը նույնպես մեր շատ հուսալի եւ կարեւոր գործընկերն է բոլոր ուղղություններով եւ մենք շահագրգռված ենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մեր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։